ինչ որ մի միսիայի մասին ու գիտեք իրադարձությունները արագ են զարգանում չի գալիս հանձնարարականը ինչ անել չեն կողմնորոշվում գնում են գալիս են ես կարծում եմ բայց սա իրանց խնդրեմը չի սա մեր խնդրեմն է սա Հայաստանի Հանրապետության խնդրեմն է եւ ես կարծում եմ որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ կամ եկել եք նստեք աշխատեք ամեն բառի վրա նեղանալ գնալը չեմ կարծում թե ուժեղության նշան է այստեղ իհարկե քննարկումը շատ ակտիվ չեղավ ես չեմ հիշում գիտեք որ այս 2 օր տևի կառավարության ծրագրի քննարկումը ճիշտ է չեմ ստուգել բայց գոնե այդ եմ ասում տպավորությունների մակարդակում այս ամենակարճ քննարկումն է կառավարության ծրագրի նախ այս 4-րդ ծրագիրն է որ այո 4-րդ ծրագիրն է որ մենք քննարկում ենք բայց քննարկվող հարցերի մեջ էլի հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու հետ կապված հարցերը որոշակի դերակատարում ունեին անդիմության ներկայացուցիչը ասում է ձեր իդեալը բանի հոգևորականի Նավասարդ Կճոյանն է եւ դուք ուզում եք նրա միջոցով ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել եթե Գարեգին բն Էրիկա կամ Կտրիչ Ներսիսյանը արեք դե ժողովուրդ մի հարամարեք չէ տրամաբանությունը կոտրվեց Պարոն Ղազարյան ձեզ նկատողություն եւ նախազգուշացում շատ լավ եթե ընդունի այդ օրակարգը ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ որ ես կնստեմ եւ իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը ես չեմ ասել երբեք որ գիտեք ինչ կան մերոնքականներ եւ կան ոչ մերոնքականներ որոնց մի մասը կարա բարեվարկության կանոնները պահի, մյուս մասը չպահի։ Ես միշտ ասել եմ եւ իմիջայլոց Հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է։ Բարեվարկության կանոններ եւ այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես ավելին աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես այո կարծում եմ, որ նաեւ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար բայց խոսքը այո մեր ազգային արժեքների պահպանության մասին է որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով մենք ոնց կարանք ժողովուրդ լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ քաղաքական մենք ոնց կարանք հանդուրժենք որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ ուզում եք վեհափառ ասենք ուզում եք Գարեգին Բ ասենք ուզում եք Կտրիչ Ներսիսյան ասենք ինչ ուզում եք ասեք այդ ամեն ինչից անդին կամ փաստեր որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր հավատացյալ այդ լեգիտիմության խնդիրը տեղ է լեգիտիմությունը գեր կարևոր հարց է այսօր դուք ընդդիմության ներկայացուցիչ ասում է Հայաստանի քաղաքացիների 97%-ը հավատում է այդ եկեղեցուն իհարկե հավատում է խնդրեմը տեղ է որ Հայաստանի քաղաքացիների 97% հավատում է իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես ինքը հոգևոր կյանք չունի ինքը ժխտել է Աստծու հետ իր ուխտը եւ այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել պատրաստ չեմ գիտեք ինչի հիմա ասեմ ինչի այսօր երկու անգամ նոր կտակարանի Մատթեոսի ավետարանի երանիներից մի նախադասություն հնչեցվեց ես էլ ուզում եմ իմ նախադասությունը հնչեցնել Մատթեոսի ավետարանի
երանիներից, երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, երանի սքավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն, երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն, երանի նրանց, որ քաղցրն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան, երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն, երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն, երանի խաղաղարարներին, որովհետև Աստծու որդիներ պիտի կոչվեն, երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն, ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզնից առաջ են եղել։ Այս սրա համար ես չեմ կարող հանդուրժել։ Իսկ այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր ասում եմ չգիտեն Աստվածաշնչի, կտակարանի, ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, չգիտեն։ Նրանց համար եկեղեցին ընդամենը գործիք, ընդամենը փող լվանալու մի համակարգ։ Քրեական ենթամշակույթի մի հերթական պլատֆորմ։ Սրա մասին է խոսքը։ Եվ էլի ասում եմ, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու պատարագի կանոնական տեքստում 40-ից ավել անգամ խաղաղություն անունը արտահայտությունը հնչեցվում է, հիմնականում Աստծուն աղաչելով խաղաղության համար, Աստծուն աղաչելով աշխարհի խաղաղության համար, ասենք մի քանի տեղ ընդգծվում է աշխարհին խաղաղություն,